Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, իմ ջեր ողջունները մեր բոլոր հեռուստադիտողներին, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային ավանդական խոհանոցին։ Հարգելի հեռուստադիտողներ, ես այսօր հյուր ունեմ, բարեկամներ, ինչպես ասում են, էլ ինչ մասնագիտություն, եթե մասնագիտության կրողներին պիտի չպատրաստենք մեզանից հետո։ Եվ այս առիթը հենց օգտագործելով հրավիրել եմ Աբովյանի կրթահամալիրի ուսանող երիտասարդ սկսնակ խոհարար Պողոսյան Գորին։ Ողջույն Գոր։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ դուք։ Լավ։ Ինչ ենք պատրաստելու Գոր ջան։ Լավաշով բուրում։ Լավաշով բուրում, այսինքն այդ նախուտեստի նման լավաշի մեջ ինչ ենք փաթաթելու լավաշի մեջ։ Բան թարխուն, պանիր, այո, ձու եւ վերջ։ Մեկը թթվասեր։ Մեկ էլ թթվասեր։ Լավ, ձուն խաշենք, իսկ մինչ ձուն խաշվի, մենք շարունակենք խոսենք, ձուն խնդրում եմ տեղադրես, զգուշությամբ, լվացված ձվեր են իհարկե։ Այսպես, ծածկենք, որ եռա։ Իսկ հիմա ինչ կարող ենք անել, ինչը պիտի նախապատրաստենք։ Բացենք լավաշը։ Բացենք լավաշը, խնդրեմ։ Լավաշին մենք ասում ենք հացերի հաց։ Դու համաձայն ես այս ձևակերպմանը։ Եվ ինչ ենք անելու հիմա։ Վերցնում ենք թարխունը։ Այո։ Եվ կտրատում։ Գառնան մատղաշ թարխունը։ Կվստահես ես կտրատեմ։ Այո։ Հա։ Ինչպես կտրատեմ։ Մանր, խոշոր։ Այո։ Ինչ այո։ Խոշոր թե մանր։ Խոշոր։ Խոշոր։ Այսպես մի հատ էլ կտրատեմ։ Լավ է։ Չէ, մի չեմ աներ։ Ինչ էլ մանր։ Այսպես լավ է։ Հիմա քերում ենք պանիրը։ Խնդրեմ։ Քերի։ Պանիրը ամենավերջում պիտի լցնենք, հա։ Այո։ Այսքան բավական է։ Բավական է։ Հենց այսպես մենք կտեղադրենք այստեղ, նորից քո լավաշը կդրենք այստեղ։ Կամ վերջում լավաշ, որտեղ ձուն պիտի մաքրենք, չէ՞։ Իսկ պանիրի հետ որևէ բան չեն խառնում։ Ոչ։ Կարագը ոնց են կտրատելու, կտրատի եւ թարխունի հետ խառնենք, հա։ Այս ամբողջ կարագը պիտի տեղավորենք, հա։ Այո։ Ես առաջարկում եմ ուղղակի հենց այս ափսեի մեջ թարխունի հետ զգուշությամբ խառնենք։ Բացում ենք եփի ձուն, որպեսզի սարքենք միջուկը։ Այո։ Կարագը թարխուն եւ ձուն, թարխունով եւ ձվով պատրաստում ենք միջուկը։ Սպասենք որ քաշվի, կմաքրենք միասին եւ կպատրաստենք Միջուկը։ լցոնը։ Գոր ջան, ինչ կարծիք ես։ Եփված կլինի։ Այո։ Մեզ անհրաժեշտ է սառը ջուր, որպեսզի շուտ մաքրվի։ Սառը ջուր, սառույցով։ Խնդրեմ։ Սա էլ քեզ բռնիչ։ Խնդրեմ։ Եռացող ձուն, որ անմիջապես սառը ջրի մեջ ես դնում, ավելի լավ է, չէ՞, մաքրվում։ Այո։ Հիմա պիտի մաքրենք, չէ՞։ Այո։ Կեղևները կարող ենք այստեղ լցնել։ Այո։ Կարող ենք։ Ձուն շուտ մաքրվելու համար անհրաժեշտ է սառը ջուր, որպեսզի շուտ մաքրվի եւ դա նպաստում է գործի արագությանը։ Աշխատանքի արագությանը, այսինքն մենք պիտի աշխատենք, որ արագ-արագ լինի, ստացվի։ Այո։
Հարգելի հեռուստադիտողներ, հենց այնպես չէ որ հարցրեցի, կան մարդիկ, ովքեր որ մի քիչ ոչ այնքան հարմար են համարում, երբ որ ես հյուր եմ հրավիրում փոքր հասակի երեխաների, բայց իրականում այն խոհանոցները, որոնք որ այսօր իշխում են աշխարհում, այդտեղ խոհարարությամբ զբաղվում են էլ ավելի մանկահասակ տարիքից։ Այնպես որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, չէ՞։ Ոչ։ Ինչ ենք անելու հիմա։ Հիմա առաջ է կտարատել ձուն։ Երբ խորհուրդ կտաս ճաշակը։ Առավոտյան։ Առավոտյան։ Նախաճաշին։ Այո։ Նախաճաշին այս ուռումը ճաշակում ենք ու գնաց դեպի աշխատանք, հա։ Սա էլ էսպես, այստեղ նաև Այո։ թարխունը, չէ։ Եվ Կարակը։ Եվ համունքներ։ ինչ համամունքներ։ Սեյբար եւ կարմբար։ Խառնում ենք։ Խառնելուց հետո բացում ենք լավաշը, որպեսզի լցենք։ Բայց այստեղ միասեռ զանգված չստացար դու։ Պիտի համասեռ լինի, չէ։ Այո։ Գոնե զանգվածը թող համասեռ լինի։ Չէ։ Այո։ Ապրես դու։ Լավաշն ենք, խնդրեմ։ Լցնում ենք միջուկը։ Տարածելուց հետո ավելացնում ենք դդվասերը։ Նորից տարածում ենք, հա։ Այո։ Եվ ավելացնում ենք քերած պանիրը։ Եվ ծածկում ենք։ Ծածկում ենք 4 կողմից։ Այո։ Եվ դնում թավայի մեջ։ Հավային 1-1 տապակ ենք ասում, չէ։ Այո։ Հետո դնում ենք այս կողմով։ Թողում ենք թեթև որ տակի շերտը թեթևակի կարմրի։ Դրանք կարմիր եւ ավսեով մատուցում։ Եվ քանի հոգով պիտի ճաշակենք։ 5։ Լավ, արդեն կարող ենք դնել։ Նախաճաշ 5 հոգու համար, չէ՞։ Այո։ Ես ուղղակի ուրախ եմ, որ դու սիրում ես մեր հայկական մթերքներով ուտեստ պատրաստել, բայց բնականաբար մի քիչ պիտի փորձը ավելանա, չէ։ Այո։ Այսպես գեղեցիկ կլինի։ Այ ինչ առաջարկ ունես քո դասընկերներին, այն սկսնակ խոհարարներին, ովքեր որ քո ընկերներն են, ինչ կառաջարկես հեռուստատեսության։ Խնդրեմ, ասա։ Դե որպեսզի հաճույքով պատրաստեն ուտեստը եւ վերջ։ Եվ վերջ, հարգելի սկսնակխոհարարներ, հաճույքով պատրաստեք ուտեստներ, այնպես ինչպես գորը հաճույքով պատրաստեց, եւ ամեն ինչ լավ կլինի։
Բարեկամներ, նորից եմ ուզում հիշեցնել, որ մենք ուզենք թե չուզենք պիտի անպայման պատրաստենք նոր սերունդ խոհարարների եւ այդ նոր սերունդը պիտի աշխատենք հենց մանուկ հասակից։ Եկեք ձեր կողմից նույնպես թույլ տվեք, որ ես շնորհակալություն հայտնեմ Գորին եւ ցանկանանք, որ նա շարունակի այդպես աշխատել, շարունակի զարգացնել իր խոհարարական գիտելիքները։ Շնորհակալություն Գոր, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կարծում եմ, որ լավ կլինի, որ մենք բոլոր դեպքերում, երբ որ մենք մեր տներում պատրաստում ենք ուտեստներ, այդ ուտեստները լինեն ազգային խոհանոցից, որպեսզի նրանք ներշնչեն, նրանցով մենք ներշնչվենք եւ դառնանք ել ավելի առողջ, ել ավելի բարի։ Հպարտանանք միշտ հայ լինելու համար եւ մի քիչ ունենանք համբերություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը համարվում է նախուտեստ եւ պետք է մատուցել առավոտյան 12-ին, օգտագործել 65-ից 70 աստիճան ջերմությամբ։ Ստեսյուն բարեկամներ։ Բուրում ձու 5 հատ, կարագ 200 գրամ, պանիր 100 գրամ, թարխուն 1 կապ, թթվասեր 100 գրամ, լավաշ 1 հատ, ձեթ 20 գրամ, տարյախորժակ։